Սննդամթերքի անվտանգության միջազգային օրը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծել, որ անվտանգ սնունդը յուրաքանչյուր մարդու առողջության, բարեկեցության և կյանքի որակի հիմքն է։ Այս տարվա կարգախոսն է խնդրից դեպի լուծումներ, անվտանգ սնունդ բոլորի համար։ Ուղերձը հստակ է, սննդի ապահովումը համատեղ պատասխանատվություն է։ Արտադրողից և վերամշակողից մինչև վաճառող, վերահսկող մարմին և վերջնական սպառող։ Սննդամթերքի անվտանգությունը հանրային առողջության կարևորագույն նախապայմաններից է։ Ուստի պետությունն այս ուղղությամբ իրականացնում է նպատակաուղղված քաղաքականություն։ Մենք հետևողական աշխատանքներ ենք տանում, որպեսզի մեր տնտեսվարողները հաստ համակարգը կամ այլ կերպ ասված վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգներ դնեն, ինչի նպատակով դեռևս 2025 թվականին էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և նախարարի հրամանով հաստատվել է հաստ համակարգի ներդրման ուղեցույցը փոքր և միջին տնտեսությունների համար, որը հնարավորություն կտա նաև իրենց արտադրանքը, այսինքն հայկական արտադրանքը անխոչնդոտ արտահանելու համար։ Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում սննդային ծագման հիվանդությունները շարունակում են մնալ հանրային առողջության գլխավոր խնդիրներից մեկը։ Դրանց առաջացման պատճառ կարող են դառնալ սննդամթերքի պահպանման պայմանների խախտումները, ոչ պատշաճ տեղափոխումն ու պահեստավորումը, ինչպես նաև անհայտ ծագման արտադրանքը։ Այս ռիսկերը նվազեցնելու համար ՍԱՏՄ ղեկավարը սպառողներին հորդորում է գնումներ կատարելիս պահպանել մի շարք կարևոր կանոններ։ Հիմնական ուղերձը, որ կուզենք փոխանցենք քաղաքացիներին, դա զերծ մնան փողոցային առևտրից, գնումները իրականացնեն սննդամթերքի միայն վերահսկվող և օրինական առևտրի կետերից, նամանավանդ զերծ մնան փողոցային առևտրից, երբ խոսքը վերաբերվում է կենդանական ծագման ապրանքներին։ Հայկական արտադրանքի անվտանգությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանությունը ապահովելու, ինչպես նաև արտահանման հնարավորություններն ընդլայնելու նպատակով պետությունը ոլորտում իրականացնում է նպատակային աջակցության ծրագրեր։ 25 թվականին հաստատվել է աջակցության ծրագիրը, որով հնարավորություն է տրվում մեր տնտեսվարողներին HASP, ISO 22000, Global Gap և FSSC 22000 համակարգերը ներդրնելու համար ստանալ որոշակի աջակցություն պետությունից։ Սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման գործում կարևոր դեր ունի նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։ 1993 թվականից սկսած կազմակերպությունն աջակցել է ոլորտի մի շարք բարեփոխումների իրականացմանը, նպաստելով օրենսդրության արդիականացմանը, միջազգային չափանիշների ներդրմանը, լաբորատոր ցանցի հզորացմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը։ ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում կենդանիների առողջությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, հակամարիային դեղակայության դեմ պայքարի աշխատանքներին, ինչ վերաբերվում է բուսական ծագման սննդամթերքին, մենք ուշադրություն ենք դարձնում պայքարը վնասատուների դեմ, բուսական ֆիտոսանիտարիա օրենքների պաշտպանմանը և ընդհանուր այդ դաշտի վերաձևակերպմանը։ Ի վերջո անվտանգ սննդի շղթան սկսվում է դաշտից, հասնում սեղան, բայց դրա կարևորագույն օղակներից մեկը մնում է իրազեկված և պատասխանատու սպառողը։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։